Ողջույն սիրելիներ, Աստված բոլորիդ օրհնի։ Իրականում մի քանի օր է փորձում եմ չարձագանքել ոչ մի բանի, փորձում եմ այսպես լուր հետևել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում կամ չհետևել պայմանավորված մեծ պահքով եւ ավակ շաբաթվա ժողովությամբ, բայց չես կարողանում անտարբեր մնալ։ Ինձ հասած տեղեկություններով եւ ձեր աչքի առաջ էլ է այդպես։ Միայն Տիրադավ եպիսկոպոսներից, ինչպես որ բնութագրվում է, նրանք ովքեր որ այդ ամոթալի հայտարարության տակ ստորագրություն դրեցին, նրանցից միայն մեկն է, որ այսպես սարսափելի վախեցած վիճակում է եւ իր կեցավայրը, իր տեղաշարժը եւ ամբողջ իր օրը անցկացնում է հատուկ ուժերի կողմից կազմակերպված անվտանգային միջոցառումների շրջանակներում։ Խոսքս Արմեն Սարոյանի մասին է։ Ինչպես նաեւ իրենց նեղ շրջապատում է հայտնի, ինքը լավ գիտի, որ շրջապատի մասին է, Ստեփանոս նախավկայի մասին է խոսքը։ Կարող է դու ես այդ իշխանություն եւ մյուս հոգեվորականների, ովքեր որ այդ թղթը ստորագրեցին, կապ կարող է իշխանությունները քո միջոցով էին փոխանցում այն կոմպրոմատների փաթեթը, որոնց մասին դու անդադ խոսում ես, նաև իմ ներկայությամբ ես խոսել։ Այդ ամեն ինչի հետ կարող ես կանած։ Ինչ օրինակ, եպիսկոպոսները հատուկ այսպես ուղեկցություն չունեն, հատուկ անվտանգային միջոցառումներ իրենց անձի հետ կապված չկա։ Հանգիստ ապրում են, գնում են, գալիս են, տեղաշարժվում են, որքանով որ ես գիտեմ, որքանով որ ես եմ հետաքրքրվում, ինչ-որ ուղերձող խմբեր չունեն։ Միայն քեզ եւ մի քանի այսպես Ստյոպայի նման երևույթների համար այդ ուղերձությունը նախատեսված։ Դժվար է պատկերացնել, ինչ կարող է քեզ սպառնալ կամ քո անվտանգությանը կամ քո առողջությանը։ Երևի վախենում ես ոչ թե մեզանից, այսինքն հավատարիմ հոգեվորականներից, այլ վախենում ես նրանցից, որոնց դու խաբել ես, որոնց շանտաժի են ենթարկել, քո միջոցով շանտաժի են ենթարկել իշխանությունները, քո ձեռքով կոմպրոմատների փաթեթը փոխանցել են նրանց։ Կարող է իրանցից ես վախենում, ոչ թե մեզ հավատարիմ հոգեվորականներից։ Հարց է, գուցե ժամանակ կգա այդ հարցերի պատասխանները շատ բարձ եւ հայտնի կդառնան։ Միակ բանը, որից դու պետք է զգուշանաս, որը կարող է քո կյանքին վտանգ սպառնալ, այդ քո սիգարներն են, քիչ ծխի։ Սենակը շուշուտ օդափոխի, մեկ էլ առողջ սնունդով քո որովայնը լցրու։ Ամեն պատահած բան մի կեր։ Մանավանդ Արցախահայերից, տեղահանված Արցախահայերից գողացած բաները մի կեր, կամ հավատացյալներին հասանելիք օգնությունները մի կեր։ Դրանք շատ վտանգավոր են առողջության համար։ Մի օր Աստված հաշիվ է պահանջելու քեզանից այդ ամեն ինչի համար։ Թե չէ ինչից ես վախենում, որ քեզ ինչ որ կարևորություն ես տալիս, թե դու, չգիտեմ, ինչ որ հայտնի դեմք ես, կարևոր մեկն ես, չեմ կարծում ինչ որ մեկը հետաքրքրված կլինի քեզանով, որ մի հատ էլ քեզ վնասի կամ եսիմինչան, չէ։ Երևի երազանք ես ունեցել այդպիսի ուշադրության պակասից է երևի շատն էլ, որ այսպես քո շուրջը ուշադրություն ես բևեռացնում։ Պատահական տեղից չեմ ասում, օրինակ, երբ որ դու թեմի առաջնորդ էիր, եւ ես էլ ծառայում եմ այդ թեմում, անգամ կենցաղային
եկեղեցու հետ առնչվող կենցաղային որևիցե մի նախաձեռնություն, որ մենք անում ենք, եւ եթե չգրեինք օրհնությամբ Մասյաձոտնի թեմիս բարեխնամ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, դրա համար խիստ նկատողություն կստանանք, եթե այդպեսի նախերգանքով չսկսենք մեր համացանցային գրությունները։ Այնպես որ տղա ջան, աղմուկ եղի, քեզ ոչ ոք չի նկատում։ Ինչքան էլ քեզ պատռում ես մեջտեղից, ոչ ոք քեզ չի նկատում։ Ուղղակի ամոթ է։ Այսքանը։ Հաջողություն սիրելիներս, Աստված օրհնի բոլորիդ։